Երևի բոլորդ էլ կյանքում գոնե մեկ անգամ ականատես եք եղել նման հարսանիքի, բայց սա սովորական հարսանիք չէ, այլ ոսկե հարսանիք։ Նախորդ տեսանյութերից մեկում ձեզ ցույց էի տվել, թե ինչպես են տոնում ավանդական աշնանտոնը գյուղացիները։ Դա իմ հարազատ Քարաշեն գյուղում էր, իսկ այժմ հարևան Արավուս գյուղում է։ Արավուսցիները աշնանտոնը համատեղել էին գյուղի բնակիչներից Սարիբեկի և Կարինեի ամուսնության 50-ամյակի հետ։ Արավուսցիների հետ նրանց ուրախությունը կիսելու էին եկել հարևան 7 գյուղերի բնակիչները։ Պատկերացնում եք ոսկե հարսանիք 7 գյուղերի բնակիչների մասնակցությամբ, որին նույնիսկ մարզային իշխանություններն էին մասնակցում։ Ինչպես բոլոր ավանդական հարսանիքներին, այստեղ նաև ճանապարհ փակեցին։ Ավելի բարձր։ Իսկ հարսանեկան լիմուզինին փոխարինեց զարդարված Վոլգա մեքենան։ Հիմա ասեք վերջին անգամ երբ եք տեսել հարսանեկան գորգ, որի վրա գրված է երջանկություն նորապսակներին։ Դե բնականաբար ոսկե հարսանիքին այլ գրություններ։ Արավուսը 2020 թվականից հետո սահմանամերձ դարձած գյուղերից մեկն է։ Եթե Քարաշենը այս դեպքում սահմանամերձ անվանում կարելի էր տալ, ապա Արավուսի դեպքում արդեն սահմանապահ է, քանի որ հակառակորդի դիրքերը բնակելի տներից ընդամենը մի քանի 100 մետր հեռավորության վրա են։ Գյուղում մոտ 20 ընտանիք է ապրում։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, բայց վերջին ժամանակներում շատ են եղել դեպքերը, երբ արավուսցիների անասունները անցել են սահմանը և հայտնվել թշնամու ձեռքում։ Այսօր արավուսցիների աչքերում արդեն կարելի էր ուրախություն տեսնել։ Օրվա հնապասակներին ծափահարություններով, մեղրով ու լավաշով դիմավորեցին։ Մեղրել եք հոտը։ Չենք վրազում, լավաշները վերցնում, տալով ինջան։ Բարանց մուզիկա սենց ինչ, չորոց համար, համազայր, չէ ժողով, ես այպալչան դերան։ Զուկ, ժանմազր գնացի, ծա,
Ալեքսի։ Ասացիչների Բոլորը դիասի, բոլորը մի կատասանի։ Ասացիչների Նստեցնեմ, հա? Անեմ նստեցնեմ։ Բազնապան ամուսինների, ովքեր ապրես ու 50 տարի է, ինչ ապրում են միասին նրանց, այս հրաշալի օրը, ծապերը շատ բացած։ Մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հնապսակների օրհնությունն իրականացրեց Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայելը, որին երևի շատերը դեք ճանաչում։ Արքայություն քո, եղիցին կամքո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թող մերոց պարտապանած եւ մի տանից մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Աստծո քնական պահապան ձեզ։ Ամեն։ Շնորհակալ ենք շատ հայրսուր։ Դե ինչ հարսանիք առանց հարսնացուից ծաղիկ նետելու։ Ստերից ընդեղ կնետես, չէ։ Տարվա ամուսիններ եք, ոնց էլ չլինի, հաստատ իրա խոսքը շատ ծանրակաշիռ արժեք կունենա ձեր մոտ։ Դրա համար իսկ պիտի խնդրենք մեր փեսային, որպիսի հետ հաշվարկը 3-ից հենց նա էլ իրականացնի, որից հետո այս ծաղկեփունջը հուսանք բաժին կհասնի մեր գեղեցկույներից մեկին։ Փեսա ջան, մի փոքր գնանք ընդեղ մեր 3, 2, 1 Ունեցան, ծափարություն են բարձր։ Թող իրապես մեր 50-ամյա, վերես ոսկե հարսանիքի տարոսը յուրաքանչյուրի օջախում լինի, սիրելի ներկան։ Վերջին ժամանակներում մեր գյուղացիները քիչ առիթ էին ունենում ժպտալու համար։ Այս վերջին տոները հենց այդ առիթներն էին։ Դրա համար տեղ համայնքի 6 գյուղերում իրականացված բերքի տոնին բոլոր գյուղացիներն էին մասնակցում եւ նրանք շատ ուրախ էին։ Իսկ այժմ մնացածը կարող եք դիտել առանց մեկնաբանության։ Որնայեմ ես քեզ, կարոտես առնել, սիրուսը դարդած, մեռնեմ քո դռան, որնայեմ ես քեզ, կարոտես առնել, սիրուսը դարդած, մեռնեմ քո դռան։ Kurez gelum doyim okyaklazenas Yesanam perşana panit kısmasem Duasnum es hazar tesak nazenas nazenas İsteselis fakçum esem vazevaz vazevaz Duasnum es hazar tesak nazenas nazenas İsteselis fakçum esem vazevaz vazevaz Artes kerkaz goyim neştak nazenaz nazenaz İsteselis fakçum esem vazevaz vazevaz
բայց արագ 6-8 պիտի լինի։